Անդոն, ինչպես նաև Յուսուֆ Օտուբանջոն։ Պայեստայինների նստարանին են մնացել Սանի Բուհարին եւ Սերժ Դեբլեն, որոնք գոլի հեղինակ դարձան Շիրակի դեմ խաղում։ Վտանգավոր անցում է ձեռնարկել Տենտոն Յենեն ու վաստակում է այս հանդիպման առաջին անկյունային հարվածը։ Ռմբարկուներից մեկն է 4 գոլով։ Վտանգավոր փոխանցում էր Բուչնևը, հեռացնում է գնդակը անդրադարձից հետո։ Ստանիսլավ Բուչնևը ստիպված եղավ մտնել խաղի մեջ։ Բարդ է Կրայլը, սա Արարատ Արմենիայի ճնշման արդյունքն է, թե տակտիկական կատարումներով պայմանավորված է Փյունիկը խաղում այսքան խորքից շատ վտանգավոր հարված էր, անկյունային է վաստակում։ Արարատ Արմենիան ամենայն դեպս փաստ է մեկ բան, որ Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները շատ ավելի բազմազան են գրոհում ու բավական թեթև են տեղաշարժվում խաղադաշտում։ Նուբիսի հարվածը իսկապես վտանգավոր էր։ Մալաքյան բարձրից փոխանցում, փափուկ փոխանցում կատարեց Էդգար Մալաքյանը, Ոսկանյան, Բրատկով չկարողացավ արվածել 11 մետրանոց է վաստակում Փյունիկը 17-րդ դրոպեին։ Երրորդ խաղում երկրորդ անգամ կարող է աչքի ընկնել, եթե թույլ տա Հենրի Ավագյանը կամ էլ դարպասածողը խաղագարի, չգիտեմ, Մալաքյան շատ վստահ է արվածում, 1-0 Փյունիկը առաջ է անցնում հաշվի մեջ։ Առաջնության ռմբարկուներից մեկն է, Արարատ Արմենիայի միայն Տենտոնն է ավելի շատ գոլ խփել, 11 անգամ է աչքի ընկել։ Իսկ ռմբարկուն Գոնսալո Գրիգորյոնն է Նոայի արձակման գծի առաջատարներից մեկը 17 գոլով։ Օկանսեյ վտանգավոր է Բուչնև։ Կոմբինացիոն ֆուտբոլ ցուցադրելու շատ բարդ է ստացվում առայժմ գրոների միջին հատվածը Փյունիկի համար, լավ փոխանցում էր Վարեյկա, Մատաս Վարեյկա, 2-0, այո դժվարություններ կան, բայց դա չի խանգարում Փյունիկին երկրորդ գոլը խփել այս խաղում։ Կերուշ փոխում է գրոյի ուղղությունը, լավ փոխանցում էր Ժիրայր Շաղոյանի ուղղությամբ, Շաղոյան փոխանցում առաջ միանում է խաղարկումներին, Օկանսեյը, կրկին Շաղոյան, Շաղոյան, լավ փոխանցում էր Նուբիսի անկյունային, եվս մեկ անգամ անկյունային Բրատկովը և Ֆարոյանը Փաթեթին մեկամսյա բաժանորդագրության վաունչերով, այդպիսով հետևելով սպորտային կարևորագույն իրադարձություններին ցանկացած վայրից ու ձեզ հարմար սարքավորումով։ Նուբիսի կանոնների խախտում ու շատ վտանգավոր դիրքում։ Գանային հարված է վաստակում Արարատ Արմենիան, եվս մեկ դեղին քարտ։ Վարազդատ Հարոյանն է զգուշացվում։ Լավ շանս է Արարատ Արմենիայի համար, Շաղոյան, 1-2, Ժիրայր Շաղոյանը կրճատում է հաշվի տարբերությունը։ Շատ լավ հարված կատարեց, սպասենք, տեսնենք կար արդյոք անդրադարձ թե ոչ, բայց հարվածը իսկապես լավն էր իրացումը Ժիրայր Շաղոյանի, և առաջին գոլը Արարատ Արմենիա վերադառնալուց ի վեր կար թեթև հպում, կարծես Փյունիկի ֆուտբոլիստից, հիմա արդեն ավելի պարզ կհասկանանք եղավ անդրադարձ թե ոչ, այո Տարոն Ոսկանյանը շեղեց գնդակի ընթացքը։ Ակտիվ են Արարատ Արմենիայի երկրպագուները, Ալֆայի անդամները փոխանցում եզրից, վտանգավոր է Դավիթ Դավիթյան, եվս մեկ փորձ, Հենրի Ավագյանը անեց գնդակ անկյունային, Մուրադյան, կրկին Հովանիսյան, տարավ Կամո Հովանիսյանը, փոխանցում Տենտոն, լավ հնարավորություն ունի Տենտոն, բարձր է հարվածում։ Չանտոն Բրատկով համար 95 և հիմա արդեն Բրայան Ալսեուս համար 92, ձախ արձակվող թիմի Էդգար Մալաքյան 7, աչից Դավիթ Դավիթյան 97, արձակվողներ Մատաս Վարեյկա համար 9 և Ագդոն Մենեզես համար 21, Երիշե Մելիքյանը գլխավորում է Փյունիկը, վտանգավոր հարված էր, կենտրոն է տեղափոխվում Շաղոյանը, փոխանցում ձախ Էդգար Գրիգորյանին, Տենտոն, նախքան գոլ բաց թողնելը Արարատ Արմենիան ուներ որոշակի առավելություն, շատ վտանգավոր էր Բուչնևը գեղեցիկ ցատկով հեռացնում է գնդակը
ընդունել եզրից թիմակիցներն է խաղարկում Ամբարձումյան, Էդգար Գրիգորյան։ Գրիգորյան հասցրեց փոխանցել, Տենտոն, չկա խախտում։ Հասնում է գնդակին, Կարեն Մուրադյանը ամբողջ կազմով Արարատ Արմենյան մրցակցի կիսադաշտում է, բնականաբար բացառությամբ Հենրի Ավագյանի։ Կամո Վանիսյան, Ամբարձումյան այդ փոխանցում, Բուենո, պաշարել են Փյունիկի տուգանային հրապարակը Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները, բայց պաշտպանությունը բացել չի ստացվում, Տենտոն Ենե, Էդգար Գրիգորյան, չկա արված, նաև այս անգամ Կովալենկոն է հեռացնում գնդակը, շատ են ձախ եզրը օգտագործում երկրորդ խաղակես Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները, հատկապես Շաղոյանի հեռանալուց հետո, Էդգար Գրիգորյան, կրկին Տենտոն, Ազատ են Կամո Հովանիսյանը և գբոմ ադունել, անընդհատ մանևրում է, փորձում է գնդակ ստանալ։ Իսկ հանդիպան հիմնական ժամանակի ավարտին 20 րոպե է մնում։ Իհարկե դա ավելի քան բավարար է անգամ 2 գոլ խփելու համար, եթե խոսում ենք Արարատ Արմենիայի մասին, իսկ Փյունիկը նույնպես իր տրամադրության տակ ունի բավարար ժամանակ զարգացնելու հաջողությունը, Բուչնևը փրկեց ևս մեկ հարված գոլ, 2-2 խոսքից վրա Արարատ Արմենիան դառնում է գոլի հեղինակ, Էրիկո Կանսեյը հավասարեցնում է հաշիվը և վերջին 20 րոպեները խելահեղ են լինելու։ Խփում է Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում և առհասարակ իր 4-րդ գոլը և կատարում 10-րդ արդյունավետ գործողությունը։ 4 գոլ, 6 գոլային փոխանցում շատ արդյունավետ է, ավելացնել արդյունավետությունը իսկ հա Դեբլեն կարող է խփել 7-րդը։ Սանի Բուարի կրկին արագանում է, Բուարի մոտակա անկյունն էր փորձում գրավել, բայց զգոն էր Հենրի Ավագյանը։ Ալվին Տերա, Կարեն Մուրադյան, Ամբարձումյան և չհասցրեց հարվածելու, 11 մետրանոց է ցույց տալիս Վարդան Մանուկյանը, երկրորդ անգամ այս խաղում, բայց այս անգամ Փյունիկի դարպասին 90-րդ։ Մեծ էր Արարատ Արմենիայի ճնշումը, խաղային իրավիճակներից գոլ խփել չէր ստացվում Օկանսեի գոլից հետո, իհարկե, բայց կին ստանդարտ այս անգամ կարելի է իրացնել, Նուբիսի շատ հստակ է իրացնում, 3-2, Արարատ Արմենիան պարտվում էր 2 գնդակի տարբերությամբ, բայց 3 անընդմեջ գոլ ու գերկամային հաղթանակի հետևից է գնում։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դառնում կամերունցի 28-ամյա արձակվողը Մարիուս Նուբիսին։ Պատկերի միջոցով նմանատիպ պատկեր չտեսանք։ Եվ վերջ, ավարտվում է հանդիպումը, Արարատ Արմենիան 2 գնդակ ընդունելուց հետո խփում է 3-ը և սկզբունքային մրցավեճում հաղթում Փյունիկին և շրջանցում Հայաստանի գործող չեմպիոնին։